Դու մեռնելու ես։ Հա, դու։ Ես էլ։ Մի օր բոլորս մեռնելու ենք։ Բայց արդյոք դա լինելու է ծխելու հետևանքով։ Իսկ կարող է ամեն ինչ այդքան էլ վատ չէ ու ծխելը միայն հիվանդություններ է առաջացնում, այլ ոչ թե միանգամից սպանում է։ Ամենայն դեպս սիգարետ արտադրողները մեզ զգուշացնում են դրա մասին։ Հիվանդություններ պարունակող պատկերներով, ինչքան տհաճ, այդքան ավելի լավ։ Առողջապահության նախարարությունը մշակում եւ հաստատում այդ կոնկրետ նկարները, սարսափազդու պատկերները, սեռական անկարողություն, ծխելը վնասակար է առողջությանը։ Ոմանք նույնիսկ խանութում սիգարետ գնելուց ասում են ինձ սեռական անկարողությունը մի տվեք, խնդրում եմ, ինձ ինֆարկտոզը տվեք։ Մեծ զզվելի նկարները, հիվանդությունների առաջացման զգուշացումները ընդհանրապես չեն խանգարում սպառողին գնել եւ օգտագործել դրանք։ Ուղղակի սիրուն դիզայն ու էսթետիկան են վերացնում։ Բոլորս արդեն գիտենք, թե ինչ վնասակար են սիգարետները, բայց մեկ է, ծխելու ցանկությունը հիմնականում հաղթում է մեր կամքի ուժի դրսևորմանը։ Իսկ ինչն է պատճառը։ Այս տեսալովակը ամենևին ոչ չէ թարգելու մասին։ Ողջույն, ես Ալբերտն եմ։ Այսօր իմանալու ենք, թե ինչու են ծխում մարդիկ, ինչու են տառապում թողնելուն ուղղված փորձերի ընթացքում, արդյոք ավելի քիչ վնասակար են ծխելու այլ մեթոդները, ինչ է իրականում կատարվում մեր ներսում եւ վառում ենք սիգարետը, պարզ խոսենք, գիտությամբ, բայց առանց լուրջ դեմքի, գնացինք։ Երբևէ մտածել եք ինչպես է սիգարետը ձեր ներսում դառնում փոքրիկ քիմիական գործարան։ Ծխելը պարզապես սովորություն չէ, դա մի ամբողջ ազդեցության համակարգ է մեր օրգանիզմի վրա։ Ամեն քաշած ծխով մենք ներշնչում ենք հարյուրավոր քիմիական միացություններ, որոնց դեմ մեր մարմինը սկսում է պայքարել, կարծես տագնապի ազդանշան ստացած լինի։ Ամեն քաշած ծուխը հարյուրավոր քիմիկատներ։ Մարմինը արձագանքում է, ասես հրդեհի ազդանշան լինի։ Պատկերացրու, սիգարետը մի փոքրիկ գործարան է, ու այդ գործարանը արտադրում է քիմիա, ոչ թե հանգստություն։ Եկեք մի փոքր խորանանք քիմիայի մեջ։ Ծխախոտի ծուխը պարունակում է ավելի քան 4000 քիմիական միացություն։ Դրանց մեջ է նիկոտինը, որը կախվածություն է առաջացնում, եւ մի շարք քաղցկեղածի նյութեր, օրինակ բենզոլ, բենզպիրեն։ Եթե սա համեմատենք սովորական օդի հետ, կարելի ասել ծխողը շնչում է մի խառնուրդ, որը ավելի շատ գործարանի թափոն է հիշեցնում, քան օդ։ Թունավոր գազեր, ածխածնի մոնոքսիդ, կայուն միացություն է առաջացնում, կարբոքսի հեմոգլոբին, ազոտի օքսիդներ, նիտրատներն ու նիտրիտները թունավոր են շնչառական եւ իմուն համակարգերի համար, առաջացնում են օքսիդատիվ ստրես։ Ամոնիակ քթի բերանի լորձաթաղանթի գրգռում է առաջացնում, pH-ը բարձրացնում է, որպեսզի նիկոտինը ել ավելի լավ ներթափանցի։ Հերիք չէր, քաղցկեղածի նյութեր, բենզոլ։ Բենզոլը դասվում է որպես IARC խմբի առաջին քաղցկեղածի նյութ։ Ակտիվ մետաբոլիզմը լյարդում է կատարվում, բենզոլը փոխարկում է ռեակտիվ միջանկյալների, օքսիդների եւ այլ թունավոր միացությունների, որոնք կարող են կապվել ԴՆԹ-ի հետ, առաջացնելով մուտացիաներ։ Ֆորմալդեհիդ նույնպես IARC խմբի առաջին քաղցկեղածի նյութ, քթի խոռոչի քաղցկեղ է առաջացնում։ Նիտրոզամիններ նյարդային եւ շնչառական համակարգի քաղցկեղների առաջացան ամենակարևոր գործոններից են։ Չնայած այս ամենին ամենամեծ տոկոսը կազմում է թոքի քաղցկեղները, որի առաջացման գլխավոր հերոսն է պոլիցիկլիկ արոմատիկ հիդրոկարբոնատները։ Նույնպես առաջին կարգ IARC, ծանր մետաղներ, կապար, կադմիում, սնդիկ, էլի քաղցկեղածին, էլի լորձաթաղանթը վնասում են։ Ցիանիդի մասին շատ եք լսել, ինքն էլ կա ծխի մեջ։ Գլխավոր հերոսը իհարկե նիկոտինն է, եւ նիկոտինի ազդեցությունը հասկանալու համար մի փոքր խորանանք ֆարմակոլոգիայի եւ ֆիզիոլոգիայի մեջ։ Մեր օրգանիզմը կարգավորվում, այսպես ասած, աշխատում է գեղձերի արտադրած հորմոնների կամ նյարդային համակարգի գրգիռների միջոցով։ Նյարդային համակարգում ունենք ամեն ինչի համակարգող կենտրոնական նյարդային համակարգ եւ ունենք ծայրամասային նյարդային համակարգ։ Նյարդային համակարգի բջիջները կոչվում են նեյրոններ։ Գրգիռի փոխանցումը կատարվում է 3 տեսակով՝ նեյրոնից նեյրոն, նեյրոնից մկան եւ նեյրոնից օրգան։ Միացման հատվածները կոչվում են սինապսներ։ Ունենք երկու տեսակի սինապսներ՝ էլեկտրական եւ քիմիական։ Քիմիականի դեպքում սինապսի նախասինապտիկ հատվածից դուրս են թռչում միջնորդանյութեր, որոնք ազդում են հետսինապսային հատվածում գտնվող անկալիչների վրա։ Ամենակարևոր միջնորդանյութերից է ացետիլխոլինը, որը ազդելու է թիրախ խոլինային անկալիչների վրա։ Այս անկալիչները լինում են երկու տիպի՝ մուսկարինային եւ նիկոտինային։ Վերջինս իր անունը ստացել է նիկոտինի հայտնաբերումից հետո, որովհետև ծխախոտի նիկոտինը ազդում է հենց այս բնական անկալիչների վրա։ Այսպիսով, ծխելուց ունենալու ենք ուղեղում մի փոքր հաճույքի զգացում, նաև կենտրոնացման բարձրացում։ Հաճախակի ծխում ենք երկարատև կենտրոնացում պահանջող աշխատանքի ժամանակ, որովհետև բարձրանում է դոֆամինի արտադրությունը։ Զարկերակային ճնշման բարձրացում ենք ունենալու,
Ազդելով այս փոքրիկ հանգույցի վրա, մենք ունենալու ենք զարկերակային ճնշման բարձրացում, հանգույցի կարոտիդային սինուսը։ Իսկ ուտելուց հետո մի հատ նստեցնենք արտահայտությունը եւ զուգարան գնալու մեծ ցանկությունը առաջանում է մարսողությունը կարգավորող պարասիմպաթիկ ազդեցության խթանման պատճառով։ Լավ, այդ ծանր տերմինոլոգիան անցնենք, խոսենք մի փոքր ավելի հետաքրքիր թեմայի մասին՝ կախվածություն։ Լինում է երկու տեսակի՝ հոգեբանական եւ ֆիզիկական։ Ֆիզիկականի դեպքում նիկոտինի հաճախակի եւ երկարատև ընդունումը բերելու են նիկոտինային ընկալիչների զգայունության իջեցման եւ քանակի բարձրացման։ Արդյունքում նույն ազդեցությունը ստանալու համար անհրաժեշտ է լինում ավելի շատ նիկոտին։ Հոգեբանական ինքներս ենք ստեղծում տարիների ընթացքում։ Ռիտուալի ուժը ծխելը հաճախ կապված է կոնկրետ գործողությունների հետ։ Սուրճ խմել, մեքենա վարել, ընդմիջում անել գործընկերների հետ։ Ուղեղը ֆիքսում է այս կապը։ Ժամանակի ընթացքում սուրճի հոտը կամ մեքենայի ղեկին նստելը ինքնաբերաբար ակտիվացնում է ծխելու ցանկություն։ Էմոցիոնալ քոփինգ։ Նիկոտինը օգտագործվում է որպես էմոցիոնալ կարգավորիչ։ Ծխողի համար սիգարետը դառնում է գործիք, թե հանգստանալու, երբ ստրես է, թե կենտրոնանալու, երբ հոգնած է։ Մարդը կորցնում է իր էմոցիաները առանց քիմիական օգնականի։ Կախվածության մասին հասկացանք։ Խոսենք մի փոքր ծխախոտի փոխարինիչների մասին։ Ծխախոտի էվոլյուցիան փրկություն է, թե նոր թակարդ։ Դե ինչ, անցնենք էսթետիկ թունավորմանը։ Երբ մարդիկ հասկացան, որ սիգարետը սպանում է, իսկ հակածխախոտային արշավները սկսեցին փակել բոլոր ճանապարհները, շուկա մտան փոխարինիչները։ Վեյփեր, այքոսներ, փոդեր, դրանք ներկայացվեցին որպես անվնաս այլընտրանք։ Բայց արդյոք այդպես է։ Եկեք քանդենք այս մարքեթինգային հեքիաթը։ Վեյպեր եւ էլեկտրոնային սիգարետներ։ Այստեղ չկա իրում, կա գոլորշիացում։ Թվում է վերջ, հարցը լուծված է։ Բայց արի ուտես, որ այն ինչ դու ներշնչում ես, ջրային գոլորշի չէ, այլ աերոզոլ է։ Գլիցերինը եւ պրոպիլեն գլիկոլը, որոնք հիմք են հանդիսանում, տաքանալիս կարող են վերածվել ֆորմալդեհիդի եւ ագրոլեինի։ Այո, նույն այն նյութերի, որոնցով դիահերձարաններում օրգաններ են պահում։ Իսկ համային հավելումները, ելակի կամ կարամելի համը քիմիական միացությունների մի փունջ է, որը ստամոքսի համար անվնաս է, բայց թոքերի համար իսկական աղետ։ Լսել եք պոպկորնային թոքեր։ Դա հենց այս անմեղ համերի հետևանքն է։ Տաքացվող ծխախոտ։ Այստեղ տրամաբանությունը այլ է։ Մենք չենք այրում ծխախոտը, մենք այն ընդամենը տաքացնում ենք մինչև 350 աստիճան։ Գիտականորեն այո, խեժերի քանակը պակասում է մոտ 90%-ով, բայց այդ չի նշանակում, որ այն դառնում է վիտամինային կոկտեյլ։ Տաքացվող ֆիլտրերից արտազատվող պոլիմերային նյութերը դեռ նոր են սկսում ուսումնասիրվել, ու առաջին տվյալները հուսադրող չեն։ Դուք դեռ ներշնչում եք նիկոտին ու ծանր մետաղներ, պարզապես առանց մոխրի։ Գիտեք որն է ամենավատը։ Փոխարինիչները ստեղծում են անվտանգության պատրանք։ Մարդը մտածում է, թե դա վնաս չի, ու սկսում է ծխել ավելի հաճախ, տանը, մեքենայում, համակարգչի դիմաց։ Արդյունքում օրական ստացած նիկոտինի չափաբաժինը երբեմն եռապատկվում է։ Այսպիսով, մենք պարզապես փոխեցինք հին ու տհաճ ծխնելույզը նոր փայլուն ու բուրավետ գադջեթի հետ, բայց ներսում նույն քիմիական պատերազմն է։ Դե ինչ, հասանք վերջաբանին։ Ինչպես տեսակ, սիգարետի թուփի վրայի այն սարսափազդու նկարները պարզապես պետական բյուրոկրատիայի արդյունք չեն։ Դրանք փորձ են քեզ հիշեցնելու, որ քո մարմինը անմահության չիթ կոդեր չունի։ Մենք խոսեցինք նիկոտինի մասին, որը ջարդում է քո նեյրոնների հաղորդակցությունը։ Խոսեցինք քիմիական այն կոկտեյլի մասին, որը քո թոքերը վերածում է գործարանի թափոնների զտիչ։ Ու ամենակարևորը, մենք հասկացանք, որ կախվածությունը միայն մոլեկուլները չեն, այլ այն ռիտուալները, որոնք մենք ինքներս ենք հորինում մեր ստրեսը արդարացնելու համար։ Արդյոք ծխելը քեզ հանգստացնում է։ Ոչ, դա պարզապես քո ուղեղի հազարավոր սոված ընկալիչների ժամանակավոր լռությունն է։ Դա նման է նրան, որ դու քեզ համար խնդիր ստեղծես, հետո հերոսաբար այն լուծես ու դրա համար քեզ մեդալ տաս, եւս մեկ գլանակի տեսքով։ Ինչպես ասացի սկզբում, այս տեսոլովակը դասախոսություն չէր։ Իմ խնդիրը քեզ վախեցնելը չէր, այլ ցույց տալը, թե ինչպես է աշխատում այդ մեխանիզմը կապոտի տակ, որովհետև երբ դու գիտես, թե ինչպես է աշխատում թակարդը, դու արդեն մի քայլ առաջ ես դրանից։ Ծխել թե չծխել, ընտրությունը միշտ քոնն է, բայց հիշիր, իրական ազատությունը ոչ թե ընտրության հնարավորությունն է, այլ հասկանալը, թե ինչն է իրականում կառավարում քո ընտրությունը։ Դե ինչ, այսքան։ Ես Ալբերտն էի, դուք գտնվում էիք Կարապետյան TV-ում, կհանդիպենք հաջորդ թողարկմանը։